Ողջույն, ես բուսաբանականն է, Աչից Միասնիկյան դուրս եկա, հունվարի 22-ն է, էլի ուշ դուրս եկա տնից, 5-4 րոպե է ցույց տալի, ու -4 աստիճան է, ես երեկ սխալվեցի, Անահիտը ոչ թե այսօր պետք է դուրս գա, այլ վաղը, օրերը շփոթեցի, հիմա էլ դե ես գործով եմ գնում, մի խոսքով Անահիտը ճաշ է պատրաստում տանը, ասենց ժողովուրդ ջան, մի օր էլ ինձ դիմացեք, Հերացիից տեկվենք Գորյուն, առաջվա, ոնց էր առաջ կոչվում, Կիրովի փողոցն առաջվա, ստեղ Աչից բժշկականը, առջևում Աբովյանի հետ խաչմերուկ, ես մեքենային խփենք, թե գնա, լավ թող գնա, կարմիր լույս, ստեղ թեքվենք Տերյան, որտեղ հիշում եք, եթե ուղիղ գնամ, ընդեղ Մատենադարանի մոտ միշտ խցանում է, ինձ պետք է, հիմա ես գնալու եմ Զորափի փողոցը կհիշեք, մի վաղտ պիոներական էր կոչվում սովետի ժամանակ, այդտեղ է գործում, այն բարձրահարկ շենքեր կան երկու հատ, դե գնանք կտեսնեք, եթե չեք հիշում, ստեղ հիմա թեքվեմ, Իսահակյան փողոց, Իսահակյան Աբովյան դպրոցը մինչև այդ դրամատիկական անցանք նախկին մեծո ակումբ անցանք, որը հիմա կոչվում է Պավլե ուղիղ գնանք Կասկադով Մաշտոցը կտրենք Իսահակյանով շարունակենք Գեղարվեստի ակադեմիան Աչից դեղ ստեղ լիքը ռեստորաններ և այլն Աչից, Ձախից ու մտնենք Կասկադի տարածքը ստեղ էլ է լավ ձուն անցնելը տեղերը մաքրել են, որտեղ ժողովուրդը գնում գալիս է։ Մնացածը ձուն է։ Ստեղից կբարձրանանք Բաղրամյան։ Գրողների տունը, ներսնել թատրոնն է հիշում եք։ Բոհեմ էր կոչվում Նարեկ Դորյանի այսպես լավ տեսքում է գեղեցիկ ազգային ժողովը ես մի կողմ էլ ակադեմիան է Ստեղել արդեն ես խցանումները լայթ են համարվում մեր մոտ ես մի լույսին դժվար թե հասցնեմ անցնեմ Պաստորեն երկրորդին էլ երևի չհասցնեմ երկրորդ դե իմը սեկցիան է, սեկցիային ենք սպասում տվեց տնակ կհասցնեմ դվայ չով Զատո առաջինն եմ, խաչմերուկից աչ հիշում եք Սիլվա Կապուտիկյան փողոցն է, իսկ ձախ, որ ես պետք է թեքվեմ, Դերենիկ Դեմերչյան փողոցն է։ Մնացինք Դեմերչյան փողոց
Ձախից ազգային ժողովն է, այգին է, ես ինձ սվետաֆորը, որ մեքենա դուրս գա, ազգային ժողովից, ստեղ հիշում եք, նորակառույցներ են, ձախից, աչից, մի անգամ բակերով էլ գնացինք, հիշում եք, ձախ կողմի նորակառույցներով, Ես Շիրակ էլ մտանք են անգամ սուպերմարկետը, հետո ստեղ կոմպոզիտորների տունն է ձախից ու դուրս կգանք այդ հետաքրքիր հարցը որ դուրս կգանք ուրեմն հիմա որ դուրս գանք կասեմ այնտեղ սարի վրա մանկապարտեզն է, ոնց էր կոչվում մոռացա անունը, ինչ-որ միջազգային տենց ու մի րոպե Վանեցյանի կնոջն էր մանկապարտեզը, այդտեղ էլ ենք եղել, նկարել ենք, մեջը կարծեմ չեմ նկարել, բայց տարածքը նկարել եմ Մոնտեսունա էր, ոնց էր կոչվում, չեմ հիշում, անունը մանկապարտեզի Այստեղ ըստ մերանց գրացի, էլի չհասցրեցի ես ու էլի առաջինն եմ ըստ մերանց գրացի դեպի աչ Պրոշյանն է, իսկ դեպի ձախ, ուր որ ես պետք է թեքվեմ, Պարոնյանն է, այսինքն Դեմերչյան փողոցից Պարոնյանը Պրոշյանը կարանք ընտրենք ոնց է Մերանց գրածով, ես ինքս ճիշտն ասած չեմ նայել քարտեզով, բայց մերանք տենց գրեցին Այս ծխախոտը բերանից մեջ, հա, ված եմ խոսում Այս դեմ դիմացել դե հիշում եք ընդեղ Սերժի դաչան էր հետո Այդ չգիտեմ Փաշինյանը այդտեղ է հիմա թե չէ Սերժը համայն դեպս այդտեղ էր Գնացինք Լավ Պարիսն են չէ սարքե գեղեցիկ Ես էլ Սուրբ Հովանես եկեղեցին Են էլ նորակառույցներ Ես էլ շատ շտապող վարորդ Ես էլ պակաս չեմ շտապում ճիշտ ասած Այս Փարիսի հետևը են բարձրահարկը կհիշեք հրազդան հյուրանոցն է Այս կողմն ձախի վրա դվինը սկսվեց վերանորոգված լիովին այստեղ կթեքվենք աչ Են շենքն է սպիտակը տենում եք, նոր կառուցեցին Ներեց համալիրը ինչ-որ Իսկ հիմա որ մենք թեքվում ենք Այս մեկը Արգենտինայի հրապարակ է կոչվում Շրջանցենք Եթե դեպի աչ գնանք Կգնանք հրազդան հյուրանոց, ես մի աչով կգնանք հրազդանից զորը, իստեղ հիմա ինձանից ձախ նայրի բժշկական կենտրոնն է։ Ու Զորափի փողոց։ Ստեղ միտեղ Հնդկաստանի դեսպանատունն է, կանցնենք հեսա։ Ու այ հենա հերվում երևաց այդ բարձրահարկը, սկզբից մի հատը կառուցեցին, հետո երկրորդը դրեցին կողքը, ես էլ սանց փողոց, իսակ այս դեսպանատունը անցանք, գնում ու գնում ենք, հենել Հրազդանի հսկան երևաց, Ստադիոնը
Ինչ անեմ, հազիվ տեղ կա կանգնելու կանգնան։ Այստեղ պաստորեն շտապօգնության հիվանդանոցն է այս կողմը։ Էլ անդեղ գրած է հեռախոսի համարն էլ, ամեն ինչն էլ։ Ես էլ այդ շենքերից առաջինը բարձրահարկներից բամյաց ստադիոնի վրա չնայենք այսպես տեսարանը այս ինչ լավ ցիտեր էսա մեր հրազդանը ինչ է լինելու ճակատագիրը տեղյակ չեմ ինչ են որոշել էս են Դալմայի մոտի բարձրահարկ շենքն է Ստեղ էլ պետք է որ Տեր-Պետրոսյանն է ապրում ընտանիքով եթե ճիշտ գիտեմ Աղասի Խանջյանն է ստեղ ապրում այնտեղ Ծիծեռնակաբերդն է Հուշարձանն է երևում ստեղ էլ սենց Զնոտ իրավիճակ, պարզայս մասը մարդ չի մաքրել, այս էլ այդ շտապօգնության հիվանդանոցը։ Այս ես բակը պետք է մտնեմ, շատ վախենում եմ մինչև գործս անեմ դուրս գամ, լրիվ մուտք կլինի արդեն, նելա ոչինչ։ Այս էլ աղբն աստեղի, Հատ էլ գետը չնայեցին, հատ էլ գետը նայենք ու ես գնամ Գետին ինչ հանգիստ իր համար հոսում է էլի չէ Են մարդն էլ ոտով գնում է Ես մանկականի երկաթ գիծն է աչքիս Այդ գծով է գնում այդ մարդը Լավ գնամ, ընդեղ էլ կանյակի գործարանն է երևում արդեն Նա Արարայտ չէ Իստեղ արդեն երկրորդ շենքը սկսեց երևալ ոնց որ, հա Հետևն է Լավ ժողովուրդ ես գնացի Ես ինչքան բաներ են կառուցել այ մարդ Հələ բարձանամ ես աստիճանով Տեղը կարգին չգիտեմ Ստեղ գլոբինգը ինչ-որ Ստեղ սենց տեսարան բացվեց Հələ գնանք էտ էլ նայենք Չէ, առանձնապես մեր տեսածից Չի տարբերվում Շո ես գործս պրծա, ես շենքերի մեջտեղն եմ, ես շենքերի իմիջալոց լիքը կետերից երևում է քաղաքում, նենց որ հեռվից նայենք արդեն կիմանանք ինչի մասին է խոսքը, ես մասը չեմ անում, ոնց որ թե շտապօգնության տարածքներն են էլի, դեստեղ մենակ շտապօգնություն չէր էլի, ուրիշ բան էլ կար չէ, դե լավ ես տեղից դուրս գամ հայեր, Գնամ, հիմա Մաշտոցով գնամ, ընդեղ էլ մի հատ գործ կա, Մաշտոց պողոտայի վրա, այդ բուկինիստականն եմ ուզում մտնեմ, դե երեխեքի համար արդեն գիտենք, սա են առաջի սերունդների շենքերից է էլի, սաս մի հատ փոքր ինչ-որ բան է, խոսքով բակ միղթ, Այս կողմն էլ սաղ օֆիսներ են, տարբեր, մինչև երկրորդ հարկ սաղ օֆիսներ է, հետո նոր արդեն բնակելի է սկսվում, այս իշտ հարստեղ ընգա ոչ մի հատ գրած անուն չկա օֆիսների,
Լավ, գնամ ընդեղից իջնեմ մեքենայիս մոտ։ Բայց ֆուտբոլի տեսակետից ասեք, ընտիր տեղա չէ։ Են վերևի հարգերից նստում ես բալկոնում ու ֆուտբոլ ես նայում։ Շատ հավես է։ Հենա մի քիչ օֆիսները երևացին։ Գնացի։ Բրրր, լավ ցուրտ է։ Ոյ։ Գնացինք։ Զորափի նախկին պիոներական առաջի շենք, երկրորդ շենք ու հիմա դուրս կգանք Դասը կուրտս կգանք ճիշտ է Պարոնյան մի հատել են սարկում ստեղ բրծրահարկ այս սենց այս Պարոնյանը հիմա ձախից երորդ հիվանդանոցն է դա իսկ հետևի կողմը փաստորեն շտապ օգնության ես մտանք ես ասում են ովքեր հիշում են ես դեպի ձախ Պարոնյանը են մութ տարիներին լրիվ դուրսը խորոված սարկողներ էին սաղ հենց խորովածը շտապ պետք կլնում քշում էին ստեղ վերրազվեր էին կալում գնում էին Մաղալները հենց փողոցում սաղ շարացես ոնց էլ գտնում են ժողովուրդը տենց բաներ ստեղ աչից լավ տեսարան է Արարատի վրա ալնում բայց տեսակ է սուրը հետո մենք պակաս վատ տեղ չէինք նայում տեսարանը ստեղ էլ այն հին շենքի ու ես նոր սպիտակի մեջտեղով որ գնաք Փարաջանովի թանգարանը կլնի այո, ստեղ աչի վրա էլ սարկեցին ահագին նոր շենքեր, բնակելի, ռեստորան և այլն ու իջանք Շևչենկոյում սովորողների թաղամաս Աչից լավ ընկերս էր ապրում Արմենը ստեղ մի խոսքով լավ չթվարկեմ մեկա դուք չգիտեք իրանց Ուղղակի բոլորին ողջունեմ Ողջույն համադասարանցիներին Լույսերը ոնց որ թե վեցին են, չէ? Միացնում Այս ձախի վրայի բարձրահարկ շենքը բնակելի Սրա առաջի հարգում էր Հիմա էլ կա ոնց որ փայտի թանգարանա Աչից աներևություն ձախից Անահիտին շենքն է դե ողջունեցինք որպես համադասարանցի Աչի վրա ձկան խանութներ Ձկան խանութի շենքը Դե տենց էին ասում ու մաշտոց պողոտը Ձախից նախկին փակ շուկան Խորենացի հետ խաչմերուկն ենք անցնում Այսինքն աչից խորենացի է ձախից Սարան փողոցն արդեն Հիմա ստեղ որտեղ տեղ կկանգնեմ, գիտեք Չնայած իմ որ գնում եմ հեռու է դեռ Այդ տեսակ Այնտեղ զբաղացրեց Ափսոս
այստեղ ինչ որ Ամիրյանի հետ խաչմերուկը կլինի Ամիրյանը անցանք Ու ես արդեն ապայման պետք է կանգնեմ ուր վրայա Եկեք ես անջատեմ որ ուշադիրել եմ Ահա տեսակ ինչ լավ էր անջատեցի ու մի անգամից տեղ կտա կանգնելու Ես աստեղից սկսվում է կայանատեղիները ես էլ ընդեղ կանգնեցի ակուրատ նվի Ինձ հիմա վերևա պետք են բուկինիստականը Բայց մի րոպե մի քիչ ներքև իջնենք Ժողովրդին նայենք, հետո կբարձրանանք Լույսերը տվեցին, հա ոնց որ Այդ պահը աչկա թող արեցի Օ, ես ինչքան մարդ կա Այս տրալեբուսն էստեղ շատ անհաջող տեղ չացել կանգնելա Այս խենց ինձ պարկացրել Են մայթում դերասանի տունն է Ու Ռոմանոս Մելիքյան Դա եկեք մի հատ Ինչև Ամիրյանի խաչմերուկ իջնեմ, հետո կբարձրանամ Ինձ պետք է բուկինիստականը Ասեցի, չէ, ոնց որ Կարաս է, այստեղ Կարելի է, գիտեք մի հատ մի տակ բան խմել այդեղ մի րոպեով Սուրճ չէ իհարկե Են աբլիպի խաղուն էին լավներ Լավ էլ հասնեմ Ամիրյան Մի օր դաժե գիտես ինչ եմ ասե Ինչ ես ասել Սիցահում Այս շենքը օրբիտայի շենք էին ասում Հիմա տակը Ինչ էր Զովքն է տակը Ստեղ էլ փոխվեց Ակնոցների տեղ էր ինչ-որ Եվ այս ջուրը ինչ թափով գալիս է Կողքնես աղ սառուց է արել Չելելի մոտենալ խմել Ամիրյանը են կողմ Այնտեղ որ գնանք Ոնց էր կոչվում կինոյի և թատրոնի ինստիտուտ թե էլի համալսարան էր չեմ հիշում Հա իդեպ այդ ուղղությամբ Սոս Սարգսյանի անվան են թատրոն էին սարքում Անրի Վերնոյի փողոցի վրա ոչ մի կերպ չէր բացվում Մեր Արարատ Եգանյանը գրեց, որ ամսի
Եթե չեմ սխալվում 23-ին ասեց 60-ը լինելու է Ափսոս ժամանակ չունեմ կարելի էր մի հատ այդ կողմ անցնել Ես էլ Ամիրան Ես էլ այդ Everyday առաջի վիդեոյի խաչմերուկը Որ թիվներ այն արդ Չեմ էլ հիշում արդեն 14 թվին Դավիթը iPad նվիրեց ինձ Նրանց զարմաց Են ինչ ենք այնտեղ Հոստնա էլ ինչ հետաքրքիր լուսավորել են Ոստի շենքն է Շատ լավ են լուսավորը Բայց փոստն է հաստատ թե նոր շենք է ինչ-որ ուրիշ Չէ, մի րոպե ժողովուրդ, փոստը այն կողմն է Չէ, փոստը չի Սխալ ասեցի Ուրիշ շենք է ինչ-որ Հələ մի րոպե, էլի մի հատ կամերան փոխեմ Այ ժողովուրդը գնաց Գիտեք, պարտավոր ենք դիմավորել գնացողներին Ես այդ օրբիտա, որ ասեցի Այս հրա համար փոխեցի կամերան, շեղվեցի իհարկե Լավ, ես մեկա են կողմ գնալու եմ Մի հատ ընդեղից կնայենք պոստի շենքը Ռազուժ մոռացել եմ Ցերեկը նոր շենքը կճանաչեի իհարկե, բայց հիմա ինչ-որ քիչ տեղը չեմ բերում Ներեք Որ փոստի շենքը չէր այդ հասկացա Բայց ինչ շենքեր Դե նորակառույց էլի Այդքան նորակառույց որ տեղը չեմ բերում Մի քիչ զարմանալի էր Այս մարշրուտիկ կան փաստորեն հələ Որոշ չափով իհարկե ավելի ցիվիլ տեսքի ու բոլորը միանման էլի Բայց իրանք իրավունք Առաջվա նման այն խառը ով ինչ գտնում քշում էր Այստեղ Շիրազն է, բայց չի երևայ, չէ ոչինչ երևոց Այս տանը ապրել է
ցուրտ, այն թեթև էին հագնված, չէ՞։ Կուչ էին եկել։ Չիչիոլ։ Սուրբ կոշիկները։ Երևանյան։ Բայց Իտալիայում էլ տես քաղաք կար, չէ՞, որ սաղ կոշիկներ էին։ Կհիշեք մի հատ ֆիլմ կար, շատ հիներ հետո վա հիշելու եմ երդ Ալբերտո Սորձին էր խաղում։ Կոչվում էր Учитель из Վիջևանո։ Վիջևանոյում սաղ կոշիկ կարող էին։ Կոշիկների քաղաք էր։ Ահա։ Եկա բուկինիստ։ Ստեղ բան պետք է առնեմ։ Այդ դրսից նայեմ, ներսը կանջատեմ երևի։ Են գոպրոն չի էլի, որ կախած գնամ սաղին խապեմ։ Ես մի դժվար գործը ավարտեցի։ Ենքան շատ է ընտրությունը, որ դժվար էր, բայց ընտրեցի։ 15 րոպեում երևի։ Վարձանանք վերև։ Այս խանութը լավ է։ Լույսա մեջ է երևում, ահա։ Տեխնիկա է, բայց անունն են հանե գրած չի։ Գերմանական ինչ-որնաց լուրջ ֆիրմա էր։ Այսքան հանել անունը հեչ պարզ չի։ Ֆեն էր։ Այսինչ լուրջ հարդուկ է։ Սա երևի գոլոշիով է, չէ՞, ոնց որ թե ագրեգատը գոլոշի ասարկում, հա? Գուսանք։ Չէ, չկա գրած չի։ Այստեղ գրած էր մի վաղտ անունը։ Այս է Բյուզանտ փողոցը։ Ստեղ լսրանց տեխնիկան շարունակվում է։ Այստեղ ինչ մաքուր է փողոցը։ Այս էլ ժամանակակից արվեստի արդեն լավ հոգնել ենք այս արվեստից։ Բայց ինչ անես։ Այս ձնով կարաս իմանաս, երբ ֆանից է կանգնած։ Միսակ Մանուշյանի անվան այգին։ Ստեղ արդեն ճանապարհները մաքրած չեն, ձնոտը, նույնիսկ սառույցը։
Հենա վերևը գրած է Բորկ խանութի անունը Այսել Ստորգետնյան Այսել ռեստորան Այս մեկը ոնց էր զեյթուն աներ, չէ, ստեղ երկու հատ են Այս սենց է հա վիճակը ստվարաթղթի Աստեղան արտասամանցի է, բան չեմ կարա իմանամ ինչով ազբաղված Չէ, սխալվեցի, զեյթունա չէր The Garden Այս մեջտեղին ումն ատենաս Այ զեյթունան այս մեկն է Ես այն մայթ պետք է անցնեմ Seasons Ես էլ յունի բանկն է խցկվել Գոնե մի քիչ ձևափոխեցին մի վաղտ լրիվ անդուր տեսք ուներ Այ կարասում ուզում էի բան խմեի մոռացա Լավ հետ գալուց որ հիշեմ ասել Մարգարյան հիվանդանոցը գիտեք փոխել են արդեն օֆիցիալ անունը Մարգարյանի անվան Այս էլ Արամի փողոցը ու ես այգին էլ Միսակ Մանուշյանի անվան ոնց որ ասեցի Քրքորյան Հատ հետաքրքիր բան Վիճը նայեցի Քրքորյանի մասին
ռուսական աշխարհի ամենահարուստ հայը, ինչ որ կոչվում։ Ես գիտեի, որ ինքը այդ Լինցի հիմնադրամով մեզ օգնություն է տվել $100 միլիոն, բայց այդտեղ ասեց համարյա $1 միլիարդ օգնություն է տվել, դե երկրաշարժ, հետո անվարանների վերանորոգում, մշակույթի կենտրոններ եւ այլն, ասեց $1 միլիարդ, ես տենց թիվ չէի լսել, ճիշտն ասած։ Այդ որում ինչն էր հետաքրքիր, ասում է մի հատ պայման էր դրել, որ ոչ մի տեղ չնշվի, որ այդ ինքն է, ինքը օգնություն է տվել, այդ որում շեշտել էր, որ դա անպայման պայմանն է, եթե խախտվի, օգնությունը կդադարեցնի նույնիսկ, ոչ մի ինչ-որ հանդիպումներ, օֆիցիալ տենց չինովնիկների հետ եւ այլն, հետո չէի իմանում ճիշտն ասած, որ տենց խիստ էր այդ պայմանը դրած։ Լինցի հիմնադրամ կոչվում էր, երևի գիտեք ինքը ընդհանրապես տենց փակ մարդ էր։ Իդեպ ես մի անգամ էլ հանդիպել է իր մասին, որ Շերիլին Սարգսյանը եկել էր, չէ, հիշում եք Հայաստան մի անգամ։ Այն ամենավատ տարիներն էին, լույս չկար, բան չկար, շատ վատ էր վիճակը այդ վաղտ, որ ինքը եկել էր։ Ու ես հանդիպեցի, որ իր այդ բոլոր գալը ու օգնությունները հետը մեծ բերել, որ այդ բոլորը էլի Քրքորյանն էր ֆինանսավորել։ Հենց պատմում էր այն մարդը, որը Քրքորյանի հանձնարարությամբ Շերի հետ եկել էր էլի Հայաստան։ Ընդ որում Քրքորյանը Շերին իմանալով այդ մարդուն զգուշացրել էր, որ ինչ կապրիզանի բոլորը կկատարես, գումարը բանը ոչ մի բանը կապ չունի։ Ստեղծ Չարենցի թանգարանն է, երրորդ հարկում ապրե Չարենցը, իսկ մինչև այդ ինտուրիստ հյուրանոցում էր ապրում, դիմել էր, կարծում Խանջաններ են վաղտ, որ իրան բնակարան տան ու ստեղ տվել էին, ինտուրիստից տեղափոխվել աստեղ, Արամի փողոց։ Ընդ որում Շերի հետ կապված մի հատ հետաքրքիր դրվածք էր, այդ մարդը պատմեց, ամերիկացի էր, չեմ էլ հիշում այդ ոնց ընկա այդ ալիքի վրա, մի 4 տարի առաջ էր երևի կարդացի, այդ մարդը պատմում է, ասում է, Տեր-Պետրոսյանի հետ հանդիպում պետքա լիներ, ու մինչև հանդիպումը գնացին Էջմիածին, մեկ էլ ասում է Շերը տենց ընդեղ միտեղ կանգնասներ տվեց, զների մեջ գնացման եկավ, բան ես մարդը ազգուշացնում, ախր ուշանում ենք, բան ասում է, բոլորովին բա այնտեղ չէր դնում։ Հետո Էջմիածնում տեսավ մի մարդ քանդակագործ էր, խաչքար էր սարքում, թե չեմ հիշում լավ, մի խոսքով աշխատում էր տուֆի վրա, Շերը հիացած նայեց, ասեց կարաս ինձ էլ սովորած։ Այդ մարդը ասեց կարամ, արի։ Մի խոսքով գործիքները տվեց ձեռս, Շերը սկսեց խփել, քանդակել։ Այս մարդը անընդհատ ասում է ուշանում ենք, նա բանի տեղ չի դնում։ Եթե չեմ սխալվում, վերջը ուշացան, հանդիպումը ոնց որ թե չկայացավ, այդ չեմ հիշում այդ մասը հաստատ։
Թե ընդունեց, բայց արդեն ժամանակը շատ քիչ էր, չեմ հիշում այդ մասը։ Մի խոսքով տենց հետաքրքիր անձնավորություն էր։ Ու այ օգնությունը ինքը բերել էր Փաստորեն Քրքորյանի գումարով, ինքնաթիռ էին տվել եւ այլն, էլի։ Այսինքն էլի հովանավորողը Քրքորյանն էր։ Ընդ որում այդ շերի գալու հետ մի հատ էլ հետաքրքիր պատմություն կա։ Ուրեմն ընկերս Դավիթը, մեր ֆիզիկոսը։ Տեսալա։ Ուրեմն դե երեխաները Դավիթի ազգանունը Սարգսյանը, երեխաներն էլ։ Ուրեմն մեծ աղջկան ասում է, լսի, մի հատ նամակ գրի շերին։ Ու առաջարկի, որ գա։ Ուրեմն երեխան նամակ է գրում, որ ես էլ եմ Սարգսյան, դուք էլ եք Սարգսյան, 10 տարեկան եմ, թե չեմ հիշում ինչքան էր աղջիկը այդ ժամանակ։ Այնքան հաճելի կլներ, որ այս ծանր օրերին մեկ էլ դուք գայիք Երևան։ Բոլորիս տրամադրությունը շատ կլավանար, մենք դժվարությունները ձեզ շնորհիվ ավելի հեշտ կհաղթահարենք եւ այլն, ու ուղարկել էր։ Հիմա դե ես կարծում եմ զուգադիպություն էր, բայց այդ նամակը գրելուց միթե 2 ամիս հետո լրիվ անսպասելի բոլորիս համար շերը իրոք ժամանեց Երևան։ Դե հետո որ իմացա, որ Քրքորյան եւ այլն, հասկացա, որ ավելի շուտ զուգադիպություն էր, բայց կարելի է հավատալ, որ հրաշք էր։ Ասենք զուգադիպությունն էլ չէ կարա հրաշք լինի, էլ ինչ է եղել։ Հրաշքը զուգադիպության տեսքով սենց ձևակերպենք։ Այն մասը տենց մութ։ Այս շքեղ լուսավորությունից հետո ես ամեջքի սողությամբ այստեղ սենց տխուր ասախ փագա ավարտվել է։ Ես էլ փոստի շենքը ինչքան ձուն է այս հետևի մասը։ Ու դուրս եկա Բյուզանտ փողոց, այստեղ Սորիզո, այնտեղ Մաշտոց, դե որ հասա Բյուզանտ, միգուցե Անրի Վերնոյով մի հատ մոտենանք թատրոնին։ Այս փողոցը տենց էլ չհասկացա։ Հասցեները բոլորի մոտ Բյուզանտ է, շենքերի, բայց Դեմերշան փողոց է կոչվում, ներոնք անընդհատ պնդում են։ Մի խոսքով անորոշ մնաց այդ մասը։ Ինձ համոզեցին, որ Դեմերշան փողոց է, բայց դե գիտեք, մի ժամանակ, մի րոպե, այնտեղ այդ Seasons ռեստորանը որ կա, հա, առջևում Մաշտոց փողոցի մոտ էլի, մի հատ քար էր դրած, վրան գրած էր, որ ստեղ Դեմերշանի արձանն առնելու։ Ու երևի այդ ժամանակ էլ այս մասը Դեմերշան դրեցին անունը փողոցի, էլի, չգիտեմ։ Բայց նախ Դեմերշանի արձանը հետո գիտեք ուրիշ տեղ դրեցին։ Այդ քարը իմիջայլոց, որ սկսեցին ստեղ կառուցել, տեղափոխեցին դեպի Չարենցի թանգարան, ընդեր էր դրած, իսկ հետո լրիվ վերացավ։ Հիմա հարց է ծագում, եթե քարը վերացավ, փողոցի անունը մնաց, թե դառավ Բյուզանտ։ Այս մասերում ես իրանց հասցեները հարցրեցի, բոլորինը Բյուզանտ էր, ռեստորանները եւ այլն, էլի։ Բաբիլոն, հայ լևանտական խոհանոց։
Այստեղ շատ են եղել, կհիշեք այս երաժշտությունը։ Անրի Վերնոյ փողոցի անունը, այսինքն դալանա, դե սրան ոնց ասես կամար չէ, կամար չի երևում։ Այն երիտասարդին հարցրեցի նախ լևանտական ինչ է նշանակում, ասեց արաբական։ Մեկ էլ հարցրեցի, իսկ ձեր հասցեն ոնց է, ասեց բյուզանտ, չգիտեմ ինչ։ Ասեցի, իմ նայողները ասում են, որ Դեմերչան է այս փողոցը։ Ասեց, հա ճիշտ է, 100%-ով չի փոխվել, համակարգիչներով, եսի ինչով, մի խոսքով ինչ-որ անորոշ պատասխան էր, լավ չհասկացա, Դեմերչան է, իրական։ Այս հետաքրքիր հանելուկը չէ, իրականում Դեմերչան, բայց բյուզանտ։ Դե գնանք մի հատ տենանք էդ։ Ստեղ մի վատ գործ էինք անում, վերևը տանիքից նկարում էի, լավ տեսարաններ էին հետաքրքիր։ Ահա, Անրի Վերնոյի փողոց, այս էլ թատրոնն է։ Այս էլ սենց տխուր միջավայր, խցկված իրար վրա, ինչ բակի մասին է խոսքը։ Նույնն էլ ընդեղ է, ես գնամ չկցի տակը։ Եթե չեմ սխալվում, Արարատը վաղն էր գրել բացումը, Facebook-ում էր կարդացը։ Մի հատ անվանումը նկարեմ, հետո փորձենք, եթե կարողանանք ներխուժենք։ Սարգսյանի, հա, անվան համազգային պետական թատրոն։ Չէ, ընդեղ աստիճան բան ինչ-որ դժվար հլվոր բացված ելնի։ Այո, ժողովուրդ, վաղն է բացումը, ես ինչ վատ է երևում, այսինքն ինչ-որ խճանակարային է, հա, ոնց որ, լավ, դուրս գանք, ես դուրսը կպատմեմ, մի քիչ ինֆորմացիա տվեցին տղաները, բայց ասեցին, պետք է զանգ տանք չգիտեմ ուր, ընդեղ թույլ տան եւ այլն, ասեցի չէ, պետք չի, ուղղակի մի թեթև պատմեք, վաղը ուրեմն բացումն է, կարմիր ժապավենով, ամեն ինչով ու պիես են ցուցադրելու Սուրբ Անտոնիոյի հրաշագործությունը, հեղինակը Մետերլինգը։ Այդքան բան, նենց որ վաղը հաստատ բացվում է։ Վերջապես շատ երկար ժամանակ է, նենց դրսից նայում էի միշտ նենց ավարտած տեսք ուներ, բայց անընդհատ չէր բացվում։ Վերջապես կբացվի ուրեմն։ Դե լավ է ժամանակ սենց գնանք, հա, Մաշտոցով կբարձանամ մեքենայի մոտ։ Այս էլ Անրի Վերնոյի փողոցը։ Իդեպ հիշեցի մերոնցից մեկը առաջարկում էր Ռասիա կինոթատրոնը դարձնել կինոյի համաշխարհային կենտրոն, անունն էլ Անրի Վերնոյի անունով դնել, որտեղ մեծ միջոցառումներ անցկացվեն, փառատոններ եւ այլն, որտեղ ասում էր ախր շատ լավ շենք է։
Ինչ որտեղ կարող է ճիշտ էր։ Լավ է գոնե այս կողմը մարդկային չափերը մնացել են, թե չէ տխուր փողոց կլներ բավականին։ Մի հատ մեջքից ուղղությամբ էլ նայենք, ինչ տեսք ունի։ Ստեղ էլ սենց։ Այս շենքը մի հատը կարային Անրի Վերնոյի արդիվ չկառուցեին։ Չէ, ստեղից մի անգամից բուլվար է երևար էլի։ Լիաթուկ։ Այս կողմը փոխվել է։ Ստեղ մի հատ շատ լավ մարդ իր շինարարական ֆիրման էր։ Բա ուր են գնացել։ Կարող ես մեկնա մնացել։ Չէ, ոչինչ չկա գրած։ Լավ որ հանդիպեմ կհարցնեմ։ Լավ տեղեր էլ ստեղ էին, իրանք միշտ գալիս էինք։ Շուտ անես չեմ հանդիպել։ Ստեղ այս մասերում այս սրճարաններ ման են, այս շենքերի տակ մեծ մասը երիտասարդներ են, հիմա մութը կարգին չեմ հասկանում, որը որն էր, սա ինստիտուտ է, ստեղ վերջի անգամ Ալիկի հետ եկանք, եթե հիշում եք, Սարգսյանի դիմանկարը նվիրեց, ասա կարդանք Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ, հաղաքին ճիշտ էլ ասել էի անունը, ուսանց Ամիրյան։ Չեմ կարա ասեմ ինչա, չեմ հասկանում։ Ինչ-որ ցուցանակ կա, մենակ գեղեցկության սրահ չլինի էլի։ Հենց որ դե գեղեցկության հա, լավ չհասկացա։ Եթե չէ, մոնտաժի ժամանակ կգրեմ չէ։ Ստեղ էլ ինչ-որ բան է գրած, գնանք են կողմից նայենք, այս կողմից պետք է տանջվենք հաստատ։ Ահա, այս էլ էր շենքը, որ հակապել էի պոստնա, պոստը չի։ Սարյան փողոցի վրա, հա, պաստորեն, էլի տեղը չեմ բերում ժողովուրդ։ Ստեղ էլ սենց գեղեցիկ լուսավորել են ինստիտուտի պատը, իսկ հիմա գրած նայենք Մարզա Սա թատրոնին է վերաբերվում ազգային թատրոնին անգլերեն շնորհավորել է, իսկ հավա թատրոնին չի վերաբերվում, չգիտեմ, մի խոսքով սենց ցուցանակ, ես էլ ինստիտուտի պատը, են էլ որ պոստի շենքը չի, ես կողմն է սենց բաներ են, Այս բարձրարկ շենքի տակ Bonjour հոթել այսպես շենքա
էլի առանց բակի եղել եմ շենքի հետևը ինչ-որ շատ չեմ ձեզ տխրացնում այդ առանց բակերի դո հետ չել լինի բակ վերջը համոզելու են հա որ բակը ոչ մեկին պետք չի Ստորգետնայով իրա Ես էլ բանկի շենքա Այբը որն էր հա Սուկյասյանինց բանկն է Էկանոմ բանկ Մի հատ էլ արբիտայի շենք նույն շենքը իհարկե Ստեղ Բիբլոս բանկ какой-то Ոնդեղ կլինի խաչմերուկը Աշտոց պողոտայի հետ Ստեղի բակերը լրիվ մանրամասն տարբեր ժամանակներում մանանք եկել Բնականաբար Beauty salon Շենիկը առանց հագուստի հաչած վրաս Թե ներսը հանվել է չգիտեմ Wildberries Անընդհատ դժգոհում է ինչքան շատ է բայց գետրիներս որ եկավ հենց տան կողքը շատ ուրախացա Լահմաջո Են ինչ է գրած լամաջոսը վերջում Լամաջոս չգիտեի տենց է պետք Կերել եմ, նկարել եմ Ես խիտ արա fast food Լամաջում fast food-ը Տխուր տեղը Ռոմանոս Մելիքյանի պատի մոտով գնում ենք Աշտոց պողոտա Հագա Ռոմանոս Մելիքյանը Լավ Ես լրիվ փեդացա Կամերան փոխեմ Արագ քայլով լուռ ու մունջ Գնանք դեպի մեքենան Հենց շնիկը գնամ, մենք էլ կգնանք Կարանք սվետաֆորին չնայենք Here, check out Ես էլ շան հույսին էի Դե ճիշտ է, էլի մարդ սեփական խելքը պետք է ունենա, այ մարդ Մնաց, Չեկով, այնա Վելքեր կանգնեմ որ էտեղ Թողեց գնաց, լնայք Ջինս հաուս Սարած կողքերը պուլպուլակը Մնացածը սաղ գիտենք Լավ էլ կամերանը չփոխեմ եկեք Մի անգամից հրաժեշտ տանք հայեր ջան Լավ մնաք Միշտ առողջ և խաղաղ երկինք